Վրացական երազանքի հիմնադիր և պատվավոր նախագահը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տարած հաղթանակին անդրադարձել է ծավալուն նամակով։ Բիձինա Իվանիշվիլին խոսում է օրվա նշանակության մասին ու գրում, որ հոկտեմբերի 4-ը ևս մեկ փորձառություն կլինի երկրի համար։ Հետևաբար նա կոչ է անում բնակչությանը գնալ ընտրատեղամասեր և ընտրություն կատարել հանուն խաղաղության։ Հայտարարության մեջ կարդում ենք. Այս օրը չի պատկանում կոնկրետ մարդկանց կամ որևէ քաղաքական կուսակցությանը։ Հոկտեմբերի 1-ի գլխավոր ստեղծողը վրաց ժողովուրդն է, որը հավատարիմ է մեր նախնիների ուսմունքներին, ավանդույթներին, քրիստոնեական արժեքներին ու երբեք չի թաքցրել իրեն ներքին կամ արտաքին թշնամիներից։ 13 տարին իսկապես երկար ժամանակ է, սակայն 2012 թվականի հոկտեմբերի 1-ի իդեալները ոչ մի տեղ չեն անհետացել, եւ հենց այդ արժեքներն են մեր թիմի գործողությունների գլխավոր հիմքը, գրել է Բիձինա Իվանիշվիլին։ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է 3 օր, ինչպիսին են քաղաքական կուսակցությունների սպասելիքներն ու ծրագրերը։ Կառավարության որոշ ընդդիմախոսներ խոսում են խաղաղ տապալման ծրագրի մասին, բացահայտվել են հոկտեմբերի 4-ի առաջին հրահանգները, խմբերով տեղաշարժվել մայրաքաղաքում եւ ականջի խցաններ ու վազելին օգտագործել տեսախցիկների աշխատանքը խափանելու համար։ Ընդդիմության երկրորդ մասն էլ մտադիր է ընտրությունների միջոցով հաղթել վրացական երազանքին դատապարտելով արմատական պլանները։ Գիրչին էլ կասկածանքով է վերաբերում նախատեսված բողոքի ցույցին։ Գնահատականներ են արվում նաև իշխող թիմում։ Վրացական երազանքը զգուշացնում է իր ընդդիմախոսներին, որ օրենքի ցանկացած խախտմանը կհաջորդի պետության կողմից համապատասխան արձագանքը։ Վրացական տարբեր ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ խոսում են հոկտեմբերի 4-ի հանրահավաքի եւ իշխանափոխության մասին։ Նրանք հավաքվել էին Քութայիսի խորհրդարանի նախկին շենքի մոտ ու դիմել բնակչությանը։ Ակտիվիստների խոսքով իրենք հոկտեմբերի 4-ին կգնան ընտրությունների, եւ այդ ընտրությունները կլինեն Ռուսթավելի պողոտայում, որտեղ կորոշվի Վրաստանի ճակատագիրը։ 2026 թվականին Վրաստանում կենսաթոշակները կավելանան 20 լարիով։ Հաջորդ տարվա պետական բյուջեն այսօր կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստին։ Առողջապահության եւ սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորումն ավելացվել է ավելի քան 800 միլիոն լարիով։ Նախագծի համաձայն մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով ու կկազմի 370 լարի, իսկ լեռնային բնակավայրերում 444 լարի։ Ինչ վերաբերում է 70 տարեկան եւ բարձր թոշակառուներին, ապա նախատեսվում է նրանց կենսաթոշակն ավելացնել 45 լարիով ու հասնել 495 լարի։ Լեռնային բնակավայրերում նույն կատեգորիայի թոշակառուների կենսաթոշակը կկազմի 594 լարի։ Սրա հետ մեկտեղ ըստ նախագծի նախատեսվում է մինչև 18 տարեկան սահմանափակ կարողություններ ունեցող անձանց սոցիալական նպաստների կտրուկ աճ 45 լարիով, իսկ մյուս կատեգորիաների սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար 20 լարիով։ Ի գիտություն, Վրաստանի հաջորդ տարվա բյուջեն պետք է հաստատվի խորհրդարանի կողմից մինչև տարեվերջ։ Վրաստանի ազգային բանկի նախագահը հանդիպել է SWIFT-ի տարածաշրջանային տնօրենի եւ այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Նաթիա Թուրնավան ու ազգային բանկի ներկայացուցիչները քննարկել են SWIFT-ի հետ համագործակցության գլխավոր թեմաները։ Ազգային բանկի փոխանցմամբ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ վճարային համակարգերի կատարելագործման կարեւորությանը եւ սերտ համագործակցության հարցերին։ Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Դանիա։ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Դանիայի թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին։ Վրաստանի կառավարության ղեկավարը կմասնակցի պանելային քննարկմանը, որի գլխավոր հարցը տնտեսական ուղղությունն է լինելու։ Սակայն ըստ Իրակլի Կոբախիձեի ինքը քննարկվող հարցից բացի կկենտրոնանա երկրի ազգային շահերի վրա։ Թբիլիսիի քաղաքապետարանը մեկնարկում է հեռուստաաշտարակի զարգացման նախագիծը։ Հեռուստաաշտարակի ստորին հատվածում կկառուցվի այցելուների կենտրոն, իսկ 70 մետր բարձրության վրա համայնապատկերային ռեստորան։ Նախագծի շրջանակներում կկառուցվեն ու կհամալրվեն միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ։ Շինարարության ավարտի վերջնաժամկետը 2028 թվականի մարտ ամիսն է։ Վրացական երազանքի Նադալադեվիի մեծամասնական թեկնածուն եւ Աջարիայի կառավարության նախագահը հանդիպել են Զղվիս Ուբանիում բնակվող ներքին տեղահանված անձանց հետ, խոսվել է նրանց կարիքների, կենսապայմանների բարելավման ու ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտության մասին։
Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Սամոգրելո Զեմոսվանեթի եւ Իմերեթի ոստիկանության վարչությունների ղեկավարների հետ։ Խոսվել է շրջաններում արդեն իրականացված ու նախատեսված նախագծերի մասին։ Շեշտը դրվել է ոստիկանների համար արժանապատիվ աշխատանքային միջավայրի ապահովման կարևորության վրա։ Զրույցը վերաբերել է հանցագործությունների վիճակագրությանը եւ բացահայտման տեմպերին։ Վրաստանի Լանչխութի քաղաքի Նիգզյանի եւ Ջուրուղվեթի գյուղերում կազմակերպել են նոր ամբուլատոր կլինիկաներ։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ բժշկական հաստատությունները կառուցվել ու հագեցվել են ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Գերատեսչությունից հայտնում են, որ Սամոգրելոյի, Գուրիայի եւ Իմերեթի գյուղերում ամբուլատոր կլինիկաների շինարարությունը գտնվում է ակտիվ փուլում։ Ընթացիկ տարում բժշկական հոլդինգը երկրի 15 գյուղերում կառուցում է գյուղական ամբուլատոր կլինիկաներ, ինչի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 4 միլիոն լարի։ «2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այսօրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿՀ ընտրությունները ընդհանուր գործ է։